միասնական կերպար եւ միասնական խորհուրդ թե բազմաթիվ են։ Ընդհանրապես ցանկացած արվեստի գործ իր հիմքում չունի խորհուրդ տալու կոնկրետ առաքելություն եւ ես նույնպես կարող եմ անձամբ օրինակով խոսել, որ գրելու ժամանակ ես եթե չունեմ կոնկրետ առաքելություն, կոնկրետ ինչ-որ մարդու, կոնկրետ ինչ-որ բան ասելու, մենք կարող եմ հույս ունենալ, որի մասելիքը լինելով անկեղծ, լինելով այս դարում, այս պահի, այս ժամանակի մեջ ապրող, մտածող եւ զգացող կնոջ մարդու որակի քաղաքացու նույն զգացողություն կարող է ընդհանրանալ այդ շատ ուրիշների մեջ այդ նույն զգացողության հետ եւ ասել մի պարզ բան, եկեք մտածենք, գուցե մենք քույրեր ենք, գուցե մենք եղբայրներ ենք։ Կարծում եմ սա ամենակարևոր խորհուրդն է, որ այսօր որևէ մտածող մարդ պիտի ասի իր կողքի մարդուն, որևէ գիտակցական ճիգ պիտի տանի միայն այս ուղղությամբ իմ կարծիքով, եթե արվեստը ունի որևէ առաքելություն, անկախ արվեստագետի ցանկությունից, ապա դա մարդկային ցեղի մեջ մարդկային զգացողությունների նմանությունը ընդգծելու, քարանձավից մինչև մեր օրերը եկող մարդու տեսակի շարունակականությունը ընդգծելու առաքելությունն է իմ կարծիքով, որպեսզի մենք կարողանանք ասել, որ քարանձավում գտնվող մարդը կորստյան մահվան դիմաց ունեցել է նույն զգացողությունները, ինչ այսօր մենք, եւ եկենք անենք այնպես, որպեսզի այսօր մահվան անկողնու մեջ մարդը ունենա արժանապատվության նույն զգացողությունը, այս սիրելիից բաժանվելու պահին կամ սեփական կյանքից, ինչ ունեցել է մարդը դարեր առաջ։ Եթե հարցեր կան, ուղղեք եւ գրքերի մասին։ Մինչ գրքերը հասնելու մենք հյուր ունենք, գուցե հյուրին լսենք, հետո նոր անցնենք մասնավոր հարցերին։ Ներկայացրեք խնդրում եմ ձեր հյուրին կամ հյուրը թողինք իրեն ներկայացնի։ Համեցեք։ Ես Մարցիս գրական գեղարվեստական հանդեսի գրականագիտություն եւ քննադատության բաժնի վարիչ Արմեն Ավանեսյանն եմ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Հենց այդ ձեր հարցը, որ հերոսի հետ կապված սովորաբար գրողները երբ որ տալիս են, գրողները իրենք այդ բանի մեջ ստեղծագործական այդ էքստազի մեջ իրենք չեն կարողանում կառավարել, որովհետև անընդհատ ենթագիտակցական հոսքեր եւ ես ինքս կուզեի Սոնայի ստեղծագործության եւ նրա գործունեության մասին մի քանի բան ասել։ Նախ ասեմ, որ այս ընդամենը այսօր Սոնա ներկայացրեց իր մեկ բաժակ օվկիանոսում եւ այո 2000 թվականից հայ գրականության մամուլում արդեն իսկ հանդիպեցին գործիք բանաստեղծություններ, որոնք անմիջապես իրենց վրա ուշադրություն հրավիրեցին եւ ահա Սոնայի բանաստեղծությունները հենց առաջի կերքից Սոնան միանգամից եկավ որպես արդեն կայացած բանաստեղծ։ Այս շրանքներ ժողովածուից արդեն իսկ լրագրողը հարց տվեց գրքերի շրանքներ ժողովածուից արդեն իսկ Սոնավանը կայացած բանաստեղծի, այսինքն գիտեք ինչպես է տեղի ունենում, գրողները սովորաբար կարծես թե գիրք փորձում են կայանալ եւ ճանապարհ անցնել, Սոնավանը վստահ քայլերով մտավ բանաստեղծական աշխարհ։ Դրանից հետո լույս տեսավ Սոնավանի ես անուն չունեմ բանաստեղծական ժողովածուն եւ դարձյալ գրականագիտական հայացքը անմիջապես գրքի վրա ուշադրություն բերվեց եւ բազմաթիվ հոդվածներ գրվեցին, գրախոսականներ գրվեցին այդ գրքի մասին, հատկապես շատ հետաքրքիր էր գրականագետ Հայկ Համբարձումյանի դիտարկումները, երբ որ նա բնութագրեց, որ Սոնավանը այս գրքում իր մանեժային տարածքից հարաբերվում է աշխարհի հետ։ Այն ապահով տարածքը եւ աշխարհը, որ գիշաչական է, կարծես փորձում է այո, այդ հակադրությունների միջոցով ցույց տալ իր աշխարհի կատարելություն, այսպես ասած։ Եվ ահա հաջորդ կատարությունը դարձել ավելի շատ։ Հետաքրքիրն է, որ տարած գրավելով նա փորձում է այո աշխարհը լավացնել։ Իր գրականությամբ փորձում է այն իրականությունը, որ ինքը ունի իր բանաստեղծական իրականությունը, եւ այդ աշխարհը լավացնելու մի քայլերից մեկն է մեր բացառիկ բանաստեղծներից
Վահան Վարդանյանի Վաղամերիկ հետ միասին Սոնավանը եւ Վահան Վարդանյանը հղացան, ստեղծեցին Նարցիս ամսագիրը։ Սա աշխարհը լավացնելու եւս մի քայլ էր։ Տվեք ամսագիրը ցույց տա։ Այո, երկու հոգի համատեղ 2006 թվականի հունվարից, այո, Նարցիս ամսագիրը սկսեց լույս տեսնել պարբերաբար եւ իր շուրջ հավաքեց բոլոր կարող ուժերը, քարտմանական բլոկներ, դասական բլոկներ, ժամանակ, այս պարապի մեջ ուղղակի Նարցիսի հայտությունը բոլորին թարմ օդի նման էր եւ բազմիցս կարծիքներ կան մեր այսօրվա լուրջ ստեղծագործողների մասին, թե ինչ կարևոր գործ արեց Նարցիսը եւ դեռ պետք է անի, այդ վստահությունը ունենք։ Եվ ահա այս տարիներին Նարցիսի շուրջ համախմբված այդ ուժերը եւ Սոնավանը եւ Վահան Վարդանյանը, որոնք հիմնադիրներն էին Նարցիսի, կարծես թե գրական շարժում ստեղծեցին։ Արդեն իսկ Նարցիսում աշխատելու ժամանակաշրջանում լույս տեսավ Սոնավանի հաջորդ գիրքը, երրորդ գիրքը, որը կոչվում էր Ես ձայն եմ լսում։ Շատ հետաքրքիր է, առաջին ստեղծագործության մեջ գրողը հրաժարվում է իր անունից, չէ՞, կարծես թե որովհետև բնաբանները կարևոր են գրքերի, հրաժարվում է իր անունից, չնայած եսը շատ կոնկրետ է։ Երկրորդում արդեն ձայն, սրանք արդեն մետաֆիզիկական չափումներ էին, որոնք Սոնավանը մտնում էր արդեն հետաքրքիր մի աշխարհ։ Եվ ահա երրորդ, ես բախտ եմ ունեցել եւ երրորդ եւ չորրորդ գրքերի վրա զուգահեռ առաջին ընթերցողներից եմ եղել, դեռևս ձեռագրերը նույնիսկ վերծանողներից մեկն եմ եղել եւ անընդհատ հետաքրքիր էր, Վահանը ինձ լավ բան էր ասում էր զարկերակով եւ մաշկով պետք է զգաս գրականությունը եւ այո, մաշկով երբ որ զգում ես գրականությունը եւ զարկերակիդ մեջ զգում ես գրականությունը, ինձ համար գնահատման չափանիշն այո դա է դառնում, հետո նոր արդեն տանում ես ուղեղի վերծանման ճանապարհը։ Եվ ահա այս գիրքը, որ շատ հետաքրքիր, բազում անքուն գիշերների մեջ Սոնավանը եկել էր Հայաստան եւ չէր փոխել իր ամերիկյան, այսպես ասած, դեռևս բանը, կենսաձևը եւ այո, գիշերները արթուն, որովհետեւ Ամերիկայում այդ ժամին ցերեկի, չէ՞։ Վահան Վարդանյանը եւս գիշերները արթուն ու ես։ Երեքով այս գրքի վրա, այո, աշխատեցինք եւ Չարը ամբողջ թռչունը գրքի վրա, որը լույս տեսավ 2012 թվականին եւ այնքան արագ սպառվեց 1000 օրինակը, որ 13-ին վերահրատարակեց Սոնան եւս 500 օրինակով։ Ինչ է այս գիրքը։ Այս գիրքը Սոնավանի կարծես թե ստեղծագործական առաջին փուլի հանգրվանային արժեք համագումարը լինի, որովհետեւ ասեք ինչ տեղի ունեցավ։ Այս իր Սոնավանի բազմաթիվ ճամփորդությունները ինձ հիշեցնում են վերածննդի ժամանակի գրողներին, էլի, որոնք անընդհատ այս ճամփորդությունների մեջ էին, դեգերումների մեջ էին անընդհատ, այդ մշակութային հանդիպումների մեջ էին եւ այո, մեր փոքր երկիրը ինքը որպես այդպեսին ճանաչողական փոքր բաներ է տալիս, սահմանափակ կարծես տեսահորիզոնի հնարավորություն է տալիս այսօրվա հայ գրողին եւ դրա համար ճանաչողությունը, աշխարհաճանաչողությունը շատ կարեւոր է եւ այս գրքում մենք տեսնում ենք Սոնավանի աշխարհաճանաչողությունը հին եգիպտական միֆոլոգիայից սկսած ացտեկների եւ ինկերի մշակութային բաներով վերջացած մինչեւ այսօրվա նորօրյա նեոհիպիները եւ այլն, այսինքն բոլոր տեսակի մշակութային շերտերը բերում ամփոփում է, այո, եւ նույն աստվածաշնչյան խորհուրդը, որ առաջինից գրքերից Սոնավանը իր յուրահատուկ հարաբերությունն է կարծես Աստծու հետ եւ Աստված այս դեպքում կարծես մեկ դառնում է խիղճը, մեկ դառնում է իրոք այն բացարձակը, որի հետ մարդ իր մենության մեջ հարաբերվում է, երբեմն Աստված դառնում է աշխարհը, երբեմն այս կերպափոխումները շատ հետաքրքիր են։ Երևում վերև իհարկե հարևանումից Սոնավանը սոխ է խնդրում եւ այլն։ Թերևս մի քիչ կծկտուր ստացվեց, որովհետեւ բազմաթիվ շատ ասելիք կա եւ ամենակարևորը, որ բոլոր գրքերում էլ սիրելիությունը, Սոնավանի սիրելիությունը շատ բացառիկ է եւ այդ մասը ես իմ հոդվածներից մեկում նշել եմ, որ լալկան սիրելիություն կա, չէ, ախ դու ինձ թողիր գնացիր, բան, իարա տվիր սրտիս, այս սիրելիությունը շատ ընդունված է եղել, ընդհանրապես ողբը որպես դասական ժանր մեր պոեզիայի
հանրագումարում կարևոր դեր է կատարել։ Ֆիլիսոփայական է, հա։ Չէ, խնդիրը այստեղ ուղղակի էսա կասեմ, իմ կարծիքով։ Այո, այս ողբի բանը շատ է նստած մեր բոլորն էլ սիրում են, բոլորն էլ սերը բնորոշ է մարդուն եւ հուսահատությունը եւս բնորոշ է մարդուն։ Այլ հարցը թե ինչպես է դա վերարտադրվում։ Ասենք օրինակ մեր դասական գրականությանը որ նայենք, ողբի մեջից կարողացավ դուրս գալ թերևս Դանիել Վարուժանը, այո, որ այդ Եղեռի Դանիելն ինքը հույս կժողվե մանգաղով էր գրում եւ այլն հացի երկիր գրում, եւ Երեշե Չարենցը կարողացավ այս ողբային նոտաներից դուրս գալ, էլի դուրս գալ։ Սոնավանի առաջին գործերից էլ չկար, դա Սոնավանը խաղում էր լրիվ ուրիշ լարերի վրա, այսպես ասած։ Եվ խաղացկունությունը, խաղը, կյանքի կենթանի ռիթմերը, թրթիռները։ Այսինքն սերը խաղի միջոց։ Այո, սերը խաղ է, սերը վայելք է նախ եւ առաջ։ Սերը վայելք է։ Սերը վայելք է, շատ զարմանալի հերոսը սիրող եւ սիրվող հերոսի տարբեր զգացողություններն է պատկերում։ Եվ հերոսը սիրելիս, սկսիրելու ընթացքում եւ հերոսը սիրվելու ընթացքում շատ հետաքրքիր է, թվումատես անցումներն այս խաղերը շատ հետաքրքիր են։ Հետո բայց ամեն ինչն կա, հա։ Մի խոսքով թերևս եթե ինչ-որ հարցուկս կտուր ստացվեց, ինձ կներեք, բայց պետք է ասեմ, որ Սոնավանը այսօրվա մեր վերջին, պիտի ասեմ 21-րդ դարում Եվ ոչ մի գրող, հայ գրող այդքան բան չի արել հայ մշակույթի մեջ, ինչքան որ արել է։ Մի քիչ շատ խիստ եք ասում, երևի թե ես ուրիշների համար եմ անհանգիստ։ Համամիտ եք։ Խնդիրը մշակութային այն բանի մասին է, Ես չեմ ասեմ ասում, դուք ճիշտ հասկացաք։ Խնդիրը ոչ միայն մարդու ստեղծած գրի մասին է, խնդիրը մարդու ստեղծած միջավայրի մթնոլորտի մասին է նաև։ Որովհետև եւ գիրն ու եւ բանը շատ ներդաշնակ է։ Դա շատ է որ դուք այդպես եք կարծում, դա շատ հետաքրքիր է։ Ամենը ես էլ եմ ներկայացեք եթե կարելի է։ Այո։ Սոնաջան, ուրեմն աշխարհում գրողների շրջագայությունները, գրքերի հրատարակումը, PR-ը եւ այլն դա անում են գործակալները։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա դուք հետաքրքիր ամեն շատ ճիշտ ասեց ձեր գործընկերը, որ Սոնան այսօր եսակ շատ բուրնա ստացված, որ այդպես էլ շատ շարունակի մենք իհարկե միշտ ողջունում ենք։ Հիմա մեր երկրում ձեզ նման ոչ մի գրող չի կարող գործել։ Հիմա մեզ հետաքրքիր, հիմա ես ասում եմ ինչու։ Ձեր շրջագայությունները դուք ինքներդ ձեր միջոցներով եք անում։ Շատ մեծ դեր ունի միջոցը եւ այսօր ոչ մեկը չի կարող դա դարձնել։ Ձեր միջոցներով եք անում, թե ես դες անկեղծորեն պատմեմ իմ իրական ստեղծագործական կյանքի ուղու մասին, որովհետև այս հարցը շատ շատերի մոտ է ծագել, շատերը տվել են, շատերը պահել են իրենց մեջ եւ չեն տվել, ոմանք էլ ասել են, տեսնում ես Սոնա ջան, դու հնարավորություններ ունես, գնում ես, տեսնվում ես, գիրք ես տպում եւ այլն եւ այլն։ Ես ասեմ ձեզ, որ ես գրել եմ դեռևս դպրոցական տարիներից, իմ առաջին գիրքը տպագրվել է ընդամենը 15 տարի, 20 տարի առաջ, որովհետեւ ես երբեք տպագրվելու ցանկություն, այսինքն գիրք չեմ ունեցել, որպես գրող ճանաչվելու կամ եւ այլն։ Ինձ շատ լավ ճանաչող մարդիկ այստեղ գիտեն, որ մեկը դրանցից Սիլվա Յուզբաշյանն է, որը եղել է Ամերիկայում եւ մեր հանդիպումը հենց այդպես է ստացվել է, որովհետեւ ինքը ծանոթացել է ձեռագրերին, որոնք դեռևս գիրք չէին դարել։ Իմ առաջին գիրքը տպագրվել է, ուրախությամբ կարող եմ նշել, Վիգեն Չադրանյանի ամուսնուս եւ քրոջս Գոհարի շնորհիվ ես բացարձակապես չեմ մասնակցել իմ առաջի գրքի նվիրել են այդ գիրքը, ինչեւ իսկ Վիգեն Չադրանյանը ֆիլմ էր պատրաստել այդ գրքի վրա, այդքան ոգևորություն կար նրա մեջ, այո, իմ առաջի գիրքը, որ կոչվում է Փշրանքներ։ Որ թիվն է։ Դա 2000 Իրոպե 20 տարի առաջ կարող եմ ասել, ճշգրիտ թիվը 99, հա 99 թվականը, որից հետո երբ որ արձագանքներ ես ստացա գրքի շուրջ, ես գրում եմ, ես շարունակաբար գրել եմ, որովհետև ինձ համար գրելը խոստովանության եւ ինքնափրկության ճանապարհ է եղել դեռևս դպրոցական տարիներից։ Այսինքն երբ ես
ցանկանում է ազատագրվել ինչ-որ զգացողությունից կամ ինչ-որ տեսիլքից, որը սևեռում էր վերածվում իմ մեջ, ես մինչև չգրեի այդ մասին, չի կարողանում անցնել հաջորդ սևեռումին։ Ինձ համար սա եղել է պարզապես ինքս ինձ ինքնափրկության ձև։ Գիրքը տպագրվեց, իհարկե առաջի գիրքը տպագրվել է իմ ծախսերով բնականաբար, բայց որից հետո երբ որ ունեցա ընթերցողների մեծ թիվ, որոնք ցանկություն ունեին ծանոթանալու իմ նոր ստեղծագործությունների հետ, ուրեմն երկրորդ գիրքը տպագրվել է Հայաստանում եւ իմ բոլոր գրքերը տպագրվել են պետպատվերով, այս վերջի գրքերը տպագրվել են պետպատվերով, ես ձայն եմ լսում գրքի խմբագիրներ Երջանկահիշատակ Լևոն Անանյանը, որը մեծ ես անուն չունեմ ներողություն, որը շատ մեծ ոգևորությամբ ողջունեց իմ մուտքը, այսպես ասած գրականության մեջ, եւ ինձ շատ հաճախ անվանում են ամենաշատ գրաքննված հեղինակ։ Ինձ այդ հարցը նույնպես տվել են, ինչպես է, ես ասում եմ, ես չգիտեմ, դա պետք է գրաքննադատներից հարցնել, թե ինչու են ինձ այդքան շատ գրաքննել, բայց ես կուզենայի, որ դրա պատասխանը լիներ այն, որ պարզապես տողը կարդալուց հետո երկխոսելու, ինչ-որ բան ճշգրտելու ցանկություն է առաջանում գրաքննադատի մոտ, եւ դա որպես արձագանք գրաքննադատը փորձում է ներկայացնել իր գրաքննության միջոցով։ Ես հավատում եմ, որ սա է հիմնականում եղել իմ բազմաթիվ գրաքննությունների հիմքում, որովհետև նույն բանը կատարվեց նաև Մոսկվայում եւ Լենինգրադում ռուս ընթերցողների կողմից, եւ ես շատ հայ գրողներ չեմ ճանաչում, որոնց ռուսական մշակութային էլիտան արժանացրել է իրենց գնահատանքին եւ այդ պատճառով ես ուզում եմ ընդհանրացնել եւ կարծել եւ հույս ունենալ, որ իսկապես իմ տողը երկխոսելու ցանկություն է առաջացնում թե ընթերցողի մոտ եւ թե գրաքննադատի մոտ, իսկ դա մեծագույն արժեքն է գրականության, եթե այն կարողանում է ներծծվել մեկ ուրիշի արյան մեջ, դա հարց առաջացնել եւ երկխոսելու ցանկություն առաջացնել։ Ինչ վերաբերում է իմ ճամփորդություններին, դրանցից եւ ոչ մեկը ես չեմ պլանավորել։ Դրանք բացառապես եղել են հրավիրողի նախաձեռնություն, հրավիրողի նախաձեռնություն, իդեպ հրավերը ես ստացել եմ շատ ավելի շուտ, քան կարողացել եմ գնալ եւ մարդիկ մի քանի անգամ նույնիսկ փոխել են ժամադրաօրը, ելնելով իմ հոգեկան վիճակից եւ ինչ որտեղ նաեւ իմ մահաճույքից։ Բիլինգվա ակումբում կազմակերպված գինեզոնը, որի բացումը Անդրեյ Բիտովը ինքն էր արել եւ այնտեղ ներկա էին եւ Դրուժբա Նարոդովի, այսինքն ես տպագրվել եմ ռուսական մամուլի էջերում, Դրուժբա Նարոդով, Օրիոն, Նովի Միր, Կուլտուրա, այսինքն արժանացել եմ այս կարևոր հեղինակավոր ամսագրերում տպագրվելու հնարավորությանը, իսկ նա ով ճանաչում է ռուսական մամուլը շատ լավ գիտի, որ այնտեղ որևէ այլ ճանապարհով թափանցելու հնարավորություն չկա, քան դիպչել ընթերցողի սրտին, որտեղ իմ առաջին ընթերցողը հենց Յուրի Բիլյավսկին, որը կուլտուրա պարբերականի խմբագիրն էր գլխավոր, բանաստեղծությունները կարդալուց հետո, մոտ մի 10 բանաստեղծություն կարդալուց հետո ասեց, Սոնա, դու անպայման պետք է ռուսերեն գիրք ունենաս, որտեղ ես ավելի քան վստահ եմ, որ ռուս ընթերցողը ուղղակի ռուսերեն լեզվով «Ты будешь на расхват», այսպես արտահայտվեց։ Եվ ինքն է գտել գրողների, որոնց ուղարկել է իմ թարգմանությունները, եւ ես մինչեւ օրս չեմ ճանաչում անձամբ Յուրի Ֆալիկովին, որի նախաձեռնությամբ ես տպագրվել եմ Օրիոն ամսագրում, իդեպ Օրիոն ամսագիր թարգմանական գրականություն շատ հազվադեպ է տպագրում, եւ իր գրախոսականով ես տպեցի Օրիոն ամսագրում, այսօր եւ Դրուժբա Նարոդովի, եւ Օրիոնի, եւ Նովի Միրի խմբագրակազմը սիրով են սպասում ինձ, այսինքն ես սիրված Յուրի, նույնիսկ ոչ Յուրի, ես սիրված մարդու պես եմ մուտք գործում Ռուսաստան, ես զգում եմ, որ այնտեղ ինձ սպասում են։ Իմ հաջորդ գիրքը, որը շուտով կտպագրվի, թարգմանում է Եվգենի Ռեյնը, որին Բրոդսկին համարում էր իր ուսուցիչը,
Եվ Եվգենի Ռեյնը իմ բանաստեղծությունները թարգմանելուց հետո, երբ որ ես հեռախոսով իր հետ զրուցում էի, նա ասում էր, որ սրանք իմ կյանքի լավ օրերն են, ես երջանկության զգացողություն եմ ունենում քեզ թարգմանելիս, թեկուզ կին ես եւ շատ զգացողություններ չեմ կարողանում ըմբոշխնել ինչպես դու, բայց ես ասեց ուրիշ բանաստեղծություններ չունես Սոնային ինձ համար, ասեցի կարծում եմ գրքի համար արդեն ավելի ունեմ, քան պետք է ինքը մի բան ասեց, որ ես կյանքում երբեք չեմ մոռանա, ասեց եթե նույնիսկ չես ուզում, որ ես թարգմանեմ, այլևս պետք չի, խնդրում եմ ուղարկի նոր գործերդ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ է մտածում եւ զգում Սոնալյանը։ Ես կարծում եմ հիմա հենց իմ ասելուց հուզվում եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ որևէ գրող գրական այդպիսի չափանիշի հետ շփվելու ընթացքում այդպիսի զգացողություն, որ մարդը սրտի տրոփյունով ուզում է իսկապես իրեն հետաքրքրում է, թե ես ինչ եմ մտածում, ուղղակի չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի է ասել գրողին, որը կարող է այդ աստիճանի ոգևորել եւ գրելու եւ շփվելու, այսինքն հասկանալ, որ քո գիրը դիպչում է մեկ ուրիշի սրտին։ Դրանից ավելի մեծ գնահատական իմ կարծիքով գրողը չի կարող ունենալ։ Իդեպ ասեմ, որ ես այսպես մի թեթև փորձ եմ արել ձեզ թարգմանելու եւ կարող եմ ասել, որ բավականին բարդ է ձեզ թարգմանելը եւ իսկապես ես եւս կարծում եմ, որ ձեզ պետք է տղամարդը շատ մեծ դժվար, կրկնակի դժվար կլինի տղամարդու համար ձեզ թարգմանելը։ Շատ ճիշտ եք ասում։ Կինը կնոջ համար մի քիչ ավելի ոնց ասեմ, դյուրին կլինի, բավականին բարդ է։ Բարդ է ոչ թե որովհետև դուք բարդ եք գրում, այլ ձեր այդ ներաշխարհը, որ դուք գրի միջոցով եք հայտնում, բավականին հարուստ է եւ հետաքրքիր։ Սա փակագծերում, սա ես ֆորմատից ճիշտ եք ասում, որովհետև մի շարք ռուս գրողներ, որոնց թվում Սինելնիկովը, որը մեր դասականներին է թարգմանել, ինձ ասեց Սոնա ջան, այնքան սիրով կթարգմանեի քեզ, եթե կնոջ փոխարեն ես ասելու իպաշ չլիներ, պարզապես ինձ համար դժվար է ես ասել կնոջի, նույն բանը մեկ ուրիշ շատ ճանաչված գրող Ռուսաստանում, որը նույնպես կարդացել էր եւ ասել է ես էլ շատ սիրով կթարգմանեի, բայց չեմ կարողանում կնոջ անունից ես ասել։ Այդ առումով շատ ճիշտ եք ասում եւ շատերը գտնում են, որ Իննա Լիսնյանսկայան իմ լավագույն թարգմանությունների հեղինակն է, որը այսօր Իսրայելում է ապրում եւ ես միայն իր թարգմանություններից եւ գիրքը տպագրվելուց հետո իր աղջկա խնդրանքով գնացել եմ Իսրայել եւ ծանոթացել եմ իր հետ, որտեւ հիվանդ էր եւ ասել էր աղջկան, որ իմ կյանքի ցանկությունն է անձամբ տեսնել Սոնային։ Եվ ես գնացի իրեն հանդիպեցի, ինքը մահամերձ վիճակում էր եւ մեր հանդիպումից հետո Իսրայելում այդ սրբազան հողի վրա կայացավ իմ տեսած, իմ անձամբ տեսած հրաշքը, որ այդ մարդը ոտքի կանգնեց եւ այսօր դեռ շարունակում է գրել։ Մի երկու ծանր հարց, եթե հարցեր կան, խնդրեմ, համեցեք իհարկե։ Ոչ թե հարց է, այլ ուզում եմ երկու կտոր հիշել Սոնայից եւ կլինի դա իմ հարցը։ Ուրեմն հետեւյալը։ Դեսնես ներնելուց հետո ուր եմ գնում ինձ նման աղջիկները, որոնք եւ մեղավոր են, եւ մեղավոր չեն։ Եվ ինչպես է տեսնես ջերմաստիճանը դրախտի հերու անարձաններում, սա առաջին եւ երկրորդ։ Որպես երկնքում հերքափոխող երկու աստված, մի օր ինձ Տերն է նստում, մի օր հայրս։ Ուրբաթ է, այսօր հորս հերքն է։ Մի բար կա այստեղ, չեմ ուշում, երես ար, և վարվել ինչպես ուզում ես, արա ինչ ուզում ես, մի խոսքով, այսպես, և հրջվիր թենթացիր սիրտին։ Ես ուղղակի ուզում եմ մտածում եմ ինտերիալը, որ աշխարհի որ կողմում էր Սոնավան բանաստեղծներին շրջի, ինչ էլ ում հետ էլ զրուցի, տեսնի, լսի եւ այլն, իր խորհուրդների մեջ կա Աստվածը եւ ի վերջո անմեղ թե մեղավորի դրախտում լինելու տենչը։ Այսօր այս պահին ինչ է մտածում բանաստեղծուհին եւ Աստծո մասին, հավատալու մասին, որով սկսեցի դերերս եւ նույնիսկ Քրիստոսի համարձակվում ես վերել խոհանոց այս
Ինչ է մտածում այսօր։ Այս դրոմն է։ Բարդ Հոգեքննիչ հարց է Այո, Տարբերական։ հարց է։ Իհարկե սա շատ լայնածավալ հարց է եւ իմ կարծիքով սա հարց է, որ սովորաբար հոգու խորքում պահելը ավելի ճիշտ է, քան այդ մասին արտահայտվելը։ Միայն ասեմ, որ Քրիստոսի կերպարը ինձ համար միշտ եղել է աստվածահաճո տղամարդու կերպարը, այսինքն մարդ, ինչպիսին է ցանկացել տեսնել Աստված մարդուն երկրի վրա։ Այսինքն սա Քրիստոսի օրինակով ինչ որտեղ մարդուն դասեր տալու Աստծո ձևն է։ Եվ ինձ համար իմ հոգեբանական եռանկյունու երրորդ տղամարդն է հաճախ եղել Քրիստոսը, առանց որի ոչ ստեղծագործական եւ ոչ էլ նույնիսկ առօրյա կյանքն է հնարավոր ապրել։ Կարող եմ ասել, որ իմ շփումը այդպիսին է, ես ավետարանական դրույթներին հավատում եմ այնքանով, որքանով դրանք համապատասխանում են իմ հոգեվոր արժեքային համակարգին, չվնասել մեկ ուրիշին, չանել մի բան, որը դու չէիր ցանկանա, որ մեկ ուրիշի աներ քո հանդեպ, այսինքն մարդկային բարոյականության սահմաններում ապրել, սեփական խղճի առաջ պատասխանատու, այնպես ինչպես կապրեի, եթե նույնիսկ երբևիցե գրված չլիներ ավետարանը։ Իմ հավատի մեխանիզմը շատ արյանս հետ կապ ունեցող մեխանիզմ է, ավելի քան ավետարանի կարող եմ ասել։ Եվ կարծում եմ, որ ամեն մտածող եւ զգացող մարդ ունի իր համակարգը արարչի հետ շփվելու, որի գոյությունը բացառել հնարավոր, նույնիսկ գիտնականները այսօր չեն կարողանում բացառել արարչի գոյությունը, քանի որ կա արարչությունը, ուրեմն պիտի լինի նաեւ արարիչը։ Հարցը մնում է, թե ով ինչպես է պատկերացնում նրա գոյությունը եւ ինչպես է հարաբերվում նրա հետ։ Իմ հարաբերությունը իմ կարծիքով ամենաշատ երևում է իմ բանաստեղծություններից եւ իմ ապրելու ձևից, որը չափազանց թափանցիկ է իմ կարծիքով, այնպես որ կարծում եմ, որ այդքանով պատասխանեցի այդ հարցին։ Իսկ թե որտեղ են գնում աղջիկները այն, որ ոչ անմեղ են, ոչ շատ մեղավոր, դա իմ հոգեվիճակն է, այդպեսին ես տեսնում եմ ինքս ինձ։ Այնուամենայնիվ կարծելով, որ եթե ոչ դրախտի կենտրոնում, ապա արվարձաններում տեղ կգտնեմ, երևի հավատալով, որ չեմ վնասել ինչ-որ մեկին, գոնե գիտակցաբար։ Ես իմ հարցն եմ ուզում, հարցնեք, իհարկե, ես իմ հարցը կտամ։ Հայաստան, Վրաստան, Գերմանիա, որի մասը վրացերեն եք գրել։ Որտեղ Թարգմանվել է վրացերեն, ինքը վրացերեն։ Ես թարգմանվել եմ 6 լեզուներով արդեն, շուտով 7-րդ լեզվով արդեն կթարգմանվեմ։ Իրեւ ասեմ, որ վրացերենը իմ ռուսերենից առաջի գիրքն է, վրացերենը, Անահիտ Բոստանջյան անունով, հրաշալի մի կին, վրացուհի բանաստեղծ, թարգմանել է ինձ, ուղղակի լինելով սիրահար է իմ գրականության, ինքը նախաձեռնել է, այս դեպքում էլ սա չի եղել իմ նախաձեռնությունը, սա եղել է Անահիտի նախաձեռնությունը, որի համար ես չափազանց շնորհակալ եմ։ Մախվալա Գոնաշվիլին, որը գրողների միության նախագահն է, սիրով գրել է խմբագրական, քննարկել է, շատ սիրով ընդունեց ինձ հանդիպման ժամանակ, գրքի գինեզոնը տեղի ունեցավ ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև Գորիում, մեկ այլ քաղաքում եւս Վրաստանում, համալսարանում ինձ ընդունեցին։ Ոչ, մի քանի տարի առաջ երբ տպագրվել էր իմ վրացերեն գիրքը։ Հետագայում գիրքս տպագրվել է նաեւ Ուկրաինայում, նորից ես տեղյակ չեմ եղել այդ մասին, իդեպ շատ հետաքրքիր պատմություն, Անուշավան ազգանունը մոռացա, որը թարգմանել է ինձ ուկրաիներեն, ուկրաինական թերթի համար, եւ մի հրատարակիչ տեսել է բանաստեղծությունները եւ ասել է, ես ուզում եմ ավելի շատ ծանոթանալ այս բանաստեղծի հետ, կարող եք մի քանի նոր գործեր բերել եւ Անուշավանը Կարինեի միջոցով, գրողների միության Կարինեի միջոցով մի քանի բանաստեղծություններ եւս տարել է եւ հրատարակիչը պատրաստել է գիրք, որպեսզի ներկայացնի թարգմանական Անուշավան Մեսրոպյանը, այո, որպեսզի ներկայացնի թարգմանական գրքերի ցուցահանդեսում։ Եվ պատահել է այնպես, որ հրապարակիչը նախքան գիրքը հրատարակելը ավտովթարի է ենթարկվել եւ մահացել է։ Եվ գիրքը մնացել է սեղանի վրա։
Եվ Անուշավար Մեսրոպյանը ասում է, ես մտածեցի, որ գրքի ճակատագիրը ավարտվեց, ստացվեց։ Եվ մեկ ուրիշ հրատարակիչ գտնում է այս պատրաստի գիրքը եւ հրատարակում է։ Այսպիսով ես ունեցա իմ ուկրաիներեն գիրքը, առաջի գիրքը, եւ նորից կարող եմ ասել, որ հրաշալի ընդունելություն գտավ գիրքը, եւ այսօր ես նույնիսկ ցանկություն ունեմ եւ արդեն զրուցել ենք Անուշավանի հետ, ինքն էլ գտնում է, որ արժի, որ ես ունենամ երկրորդ գիրքը եւ հանդիպում ունենամ ուկրաինացի ընթերցողի։ Իմ գրքերի թարգմանությունները մինչ օրս եղել են, ոչ մեկը չի եղել իմ սեփական նախաձեռնությամբ։ Շատ բարի, մենք ուզում ենք նշել այդ պահը, որ այսօր առաջին անգամ ենք մեր գալու մեր գիրով մեր խմբավորությանը ձեզ եմ ուզում նվիրել այդ ծաղկի փունջը եւ համեցիկ։ Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ դուք մեզ մոտ եք եւ այսպեսի մի հարց. ինչպես եք Հայաստանում ձեզ ճանաչում եւ գնահատում։ Ես կարող եմ ասել, ես երբևէ չեմ զգացել մերժված վիճակ Հայաստանում, հենց իմ առաջի գրքից իսկ ինձ ընդունել են եւ սիրով են ընդունել։ Իհարկե առաջի գրքի ժամանակ կային կասկածներ, որ ես արտասահմանից հայտնաբերված մի հարուստ կին եմ, որը եկել է փառք որոնելով։ Ահա այստեղ է Սիլվա Յուզբաշյանը, որը ներկա էր այդ առաջին հանդիպմանը, Անահիտ Սահինյանը եկել էր այդ հանդիպմանը եւ Սիլվային ասաց, որ ինչ է գնում Ամերիկայից հայթայթում, ինչ որ գրողներ բերում, այսինքն մի տեսակ դժգոհություն կար իր մեջ։ Հետո Սիլվան ասեց, որ մի րոպե, տիկին Անահիտ, սպասեք, մի հատ կարդամ մի քանի բան ասեց, հետո կարտահայտվեք։ Հետո կարդաց Սիլվան, իհարկե իր այս պղնձափայլ ձայնով, անկրկնելի ձայնով կարդաց իմ բանաստեղծությունները եւ տիկին Անահիտ Սահինյանը շրջվեց եւ Սիլվայից համարյա ներողություն խնդրեց եւ ասեց, որ ցանկանայի, որ եւս մի քանի բանաստեղծություններ կարդայեք, իսկապես իր համար շատ օգնական մեծ հաճույք էր այդ բանաստեղծությունը։ Իհարկե, քանի որ հայրենիքում կա նախատիպը նաեւ մյուս տեսակի, ես երբեք չեմ վիրավորվել, որ ինձ այդպես ընդունել են առաջին հայացքից կամ ապահովված կնոջ այդ կերպարը, որը հանկարծ եկել է ինչ որ բան է որոնում հայրենիքում, ամեն ինչ ունենալուց հետո եւս մի բան պակասում է եւ ահա եկել է։ Ես նախ մի փոքր վիրավորել եմ, բայց ես դա բնական եմ համարել եմ բնական, որ մարդը կարող է նաև այդպես մտածել։ Եվ միշտ հույս եմ ունեցել եւ ցանկացել եմ հնարավորություն տալ մարդուն, որ ինձ մոտիկից ճանաչի, որ շփվի իմ տողի հետ եւ ոչ միայն իմ տողի հետ, այլ նաեւ իմ մարդկային կերպարի հետ եւ կարողանա զուգահեռել տողը եւ զգալ նույնությունը ապրելու եւ գրելու։ Եվ հասկանալ, որ երբևէ չի բացառում, որ մարդը կարող է ապահով լինել եւ նաեւ գրող լինել։ Մի տեսակ կարծրատիպեր կան այսօր հայրենիքում, որը ուրիշ երկրներում չկան։ Օրինակ, ես ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շփվել եմ աշխարհի բոլոր երկրների գրական մթնոլորտների հետ եւ երբևէ չի եղել այդ կարծրատիպը, որ եթե մարդը ապահովված է, ընդհակառակ շատերը սպասում են, որ գրողը շատ ապահովված պիտի լինի, որովհետեւ միայն ապահովված մարդը, որը չի մտածում իր ստամոքսը հագեցնելու համար, կկարողանա ունենալ այդ հնարավորությունը լիովին նվիրվելու հոգեվոր աշխարհին կամ մշակույթին։ Այնպես որ գրողը ես ցանկանայի, որ աշխարհի բոլոր ծայրերում գրողը եւ արվեստագետը լիներ ապահովված մարդ, որպեսզի նրա տողերում չլիներ արձագանքը անբավարարված մարդու, անբավարարված տնտեսի։ Եվ ես հաճախ այդ հարցին միշտ պատասխանել եմ, իսկ արդյոք իմ տողերից զգացվում է իմ ապահովված լինելը։ Ինչ որ մեկը որ կարդա այդ բանաստեղծությունները, երբևիցե պիտի մտածի այդ մասին։ Ես կարծում եմ, ծագում է։ այդ հարցը ծագում է թե ոչ, եւ ես կարծում եմ, որ ոչ, եւ ես կարծում եմ, որ հաջողված ստեղծագործությունը այն է, երբ գրողը իր եսը կարողանում է վերջնականորեն դուրս քաշել իր ստեղծագործությունից եւ թողնել ստեղծագործությունը այնպեսին, որը կհպվի ցանկացած մարդու։ Իհարկե շատ ցավալի է, որ պոեզիան, ինչպես եւ արվեստի մյուս ձևերը ավելի ձեռնմխելի են ունևոր մարդկանց համար, քան չունևորների, որոնք հացի խնդիր ունեն լուծելու եւ չունեն ժամանակի այդ շռայլությունը եւ հոգեվոր այդ հանգստությունը, որ պոետիկ տող փնտրեն իրենց բաղված օրվա ընթացքում,
ես շատ եմ ցավում այդ իրականության համար, հատկապես հայրենիքում, բայց իսկական արվեստի ստեղծագործությունը ուղղված է հենց մարդու այդ փխրուն, այդ կոտրված վիճակին է հասցեագրված, այդ մարդուն է հասցեագրված, որին ցավոք շատ հաճախ չի հասնում։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այսօր այստեղ եք, մեզ հետ եք, մեր հարցերին պատասխանեցիք, ձեր մասին պատմեցիք։ Բոլորի անունից ցանկանում եմ ձեզ բեղմնավոր, ստեղծագործական, երկար կյանք։ Կարելի մի քիչ նախադասություն։ Միանշանակ, այո։ Ես ուզում եմ հավին գողնակությունը հայտնել այդ շատացում, ես իմ գրագրագետ եմ, հայրենական շարունակական համալսարանում դասավանդում, եւ շնորհակալություն հայտնել եւ դրդություն հայտնել, որովհետեւ վերուսանողներն այսօր շտապով սպասում էին հանդիպանի հետ, բայց քանի որ վաղուց ինքնին ռեժիմի բանաստեղծում եմ եղավ, որ այս անգամ դեպ ընտրեց, ես գոհ եմ, որ այս տեղափոխություններով շատ հրաշալի անցավ, ես նույնպես մեր բազմաթիվ ուսանողների դասախոսների հետ մեկտեղ շատ բարձր եմ գնահատում մեր երեխաների ստեղծագործությունը։ Մեր գրականության մեջ ես ուզենամ այդպես համապատասխանությունների երկրորդոսել, նաև ես կարծում եմ, որ Սիլվա Կապուտյանից հետո նա ամենափայլուն կին ուսանողներին է։ Իհարկե այդտեղ չի ուզում այդպես սերի բան դնել, որովհետև Ardabes որ ընդհանուր բաները շատ կան ինքնիցեր անձնական ճակատագրից ստացած գրականում ծրոցը զարմանալի եւ նրան է շատ սիրում շատ էս բանը եւ դեր նկատմամբ գիտեմ կարծացել եմ արտականքները ռուսընթերցողների գրականագետների շատ ուրախել եւ ուզում եմ մի հարց ուղղակի որտեղ դու վերջում ես ցին արտադրությունը այդիկ որ աշխատում եք ամեն ինչ անել որ անձնականը դուրս գա բայց դա անձնականը դուրս անել երբի չի լինել դες ամբողջապես եւ զում իմանա թե որքան է դες համար անձնական ապրումը անձնական փաստը վերածում բանաստեղծական արվեստի Շնորհակալություն եւ խոսքի համար եւ հարցի համար ես ասեմ որ բանաստեղծական տողը ի տարբերություն երևի արվեստի այլ ձևերի հետ շատ հաճախ արմատներ չունի կենսագրության մեջ նույնիսկ, այսինքն դա սևեռումի արդյունք է եւ երբեմն ինքը բանաստեղծը եւս չի հասկանում թե ինչպես է գալիս եւ ուղեղիդ մեջ ծվարում այդ առաջին բառը կամ այդ պատկերը, որի վրա հանկարծ հազար անգամ տեսած մի պատկեր, որի վրա հանկարծ սևեռվում է աչքդ եւ միտքդ այն աստիճան որ սևեռում, որը տանում է զրույցի տվյալ բառի շրջանակում կամ տվյալ պատկերի հետ։ Ինձ համար միշտ բանաստեղծության ծնունդը առեղծված է եղել, ծնունդը, սկիզբը, առաջի նախադասությունը միշտ առեղծվածի հետ է կապված եղել։ Այսինքն իրականության մեջ ու չունի իր արմատը։ Եվ սակայն բանաստեղծության արարման process-ի ժամանակ անպայման մասնակցում է մարդու կենսափորձը, նրա հոգին, նրա իրականությունը, այն աուրան, որի մեջ շնչում է։ Բանաստեղծությունը դա հոգեփոխանակության արգասիկ է։ Եվ բնական է, որ եթե այն շարժվում է կնոջ երակներով, անպայման կրում է կնոջ գենետիկ տեսակը եւ բանաստեղծությունը չի կարող բոլորովին անսեռ լինել։ Դա անհնարին բան է, ինչպես որ մարդը չի կարող բոլորովին անսեռ լինել։ Անպայման, եթե սա կնոջ միջոցով տեսնված աշխարհի վերարտադրությունն է, իսկ այդ կնոջ վիճակից մարդը աստվածայնորեն անհնար է լրիվ բաժանվել։ Գրելու ընթացքում ես անձամբ չեմ զգում, ես կին եմ թե տղամարդ, երբեք չեմ զգում, այդ զգացողությունը ինձ չի այցելում, բայց ես գիտեմ, որ դա իմ միջով է անցնում, իմ արյան ու իմ գենի միջով է անցնում, հետևաբար անպայման պիտի կրի կնիքը իմ այդպիսին լինելու։ Ես կցանկանայի, որ իմ տողը եւ կարծում եմ, որ դիպչում ոչ միայն կնոջը, այլ նաեւ տղամարդուն, որովհետեւ լսել եմ տղամարդկանց արձագանքը նաեւ կնոջը ճանաչելու առումով նաեւ կնոջ ներաշխարհը կամ կնոջ աչքերում պատկերված այսօրվա աշխարհն ու իրականությունը, եթե ես կարողանում եմ տղամարդուն հաղորդել այդ զգացողությունը, հասկանալու կնոջը ավելի լավ, տողը ուրեմն օգնում է նաեւ մարդկային հարաբերությանը, որովհետեւ
կնոջը իրապես ճանաչող տղամարդը մեկ այլ ձևով է շփվում կնոջը եւ դա եւս առաքելություն է, եթե տողը կարողանում է առաջացնել այդպիսի զգացողություն, բայց ընդհանուր առմամբ իմ տողը չի ուղղված կնոջը, այն ուղղված է մարդուն, իմ մեջ խոսողը ոչ թե իմ կին տեսակն է, պարզապես արյան կանչով կին եմ, բայց իմ մեջ խոսացողը իմ հիմքում նստած մարդ արարածն է, ես ինքս իմ սերը շատ հաճախ չեմ զգում, թե ես ինչ եմ, նույնիսկ արթնանալուց հետո ինձ մի րոպե պետք է կենտրոնանամ, որ ես հիշեմ, թե ես ով եմ, ես ինչ եմ, ես ինչ սերի եմ պատկանում, որտեղ եմ ապրում, ճամպրուկների մոտ արթնանում եմ այս 30 տարիա, չգիտեմ, գնում եմ, թե գալիս եմ, միշտ մի 5 րոպե պետք է մինչև ես կենտրոնանամ ու հասկանամ ով եմ, ինչ եմ գնում եմ, գալիս եմ, ուր եմ գնում, ինչի եմ գնում եւ երբ եմ գալու։ Այդ հարցերին մինչև պատասխանում եմ, արդեն սուրճի հոտից վեր եմ դառնում։ Այդպեսի Շատ գեղեցիկ հանդիպում է, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ բոլորիցը Ստեղծագործել այստեղ լինելու համար, սիրում եմ շատ բոլորիդ եւ իսկապես երջանիկ եմ, եթե տողով կարողացել եմ դիպչել ձեզանից որևէ մեկի սրտին եւ ինչ որ բան փոխել ձեր մեջ, ինչ որ հայացք ավելացնել, ինչ որ զգացողություն, նոր զգացողության հիշողություն արտնացնել կամ սեր կամ թեկուզ բաժանման թախից, որը այս պահին կրում եմ իմ մեջ, բաժանման թախից, որտեղ վաղը պիտի մեկնեմ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։